բայց մի հատ վերաբերմունք ցույց տան ժողովրդական արտիստներ։ Այս թատրոնը երևի միակ թատրոնն է, որտեղ այդ սերնդից ամենաշատ ներկայացուցիչները մենք ունենք այս թատրոնում։ Վերջո կարելի էր գալ, մի հատ խոսել, մի հատ ասել։ Ինչի պիտի մենք մամուլից իմանանք, որ մեր տնօրենին հեռացրել են։ Ինչի մենք պիտի մամուլից իմանանք նոր տնօրենի անունը։ Ինչի պիտի հիմա օրինակ վաղը այդ մարդու համար, ասում եմ, ստեղծում են նպաստավոր պայմաններ, որ մենք ստեղ ինչ-որ sense լարված։ Ինչի պիտի լարված լիներ։ Եթե նույնիսկ ինչ-որ մի փոփոխություն լավ բանի համար։ Ինչ հիմա պիտի բոլորս լարված վիճակում ենք։ Այս վիճակում որս ում ոնց դիմավորենք, որս ում ոնց ճանապարհենք։ Չի կարելի sense պարզապես։ Մեր խնդիրը այնա, որ իրենք գան, մեր ակցիան միտված է նրան, որ իրենք գան այստեղ։ Մի հատ մենք հարցեր ունենք, ի վերջո իմանանք, եղբայր, մեր տնօրենը աշխատում է, ինչի հանեցիք այդ մարդուն։ Ինչ եք ձեր ուզածը։ Բացատրեք, մենք էլ իմանանք, որ եթե չեք ասում, ինչ անենք, լավ, որոշել եք հաջողություն, դե դեռ չի լինի։ Հիմա մեզ պետք է ուղղակի իրենք գան, մենք չենք խաղում այնքան ժամանակ, էլի եմ ասում, որևէ մեկը որևէ բան թող խոսքս չվերագրի ինչ որ բանի սարքի եսի մինչեր մեծ։ Որևէ մեկի դեմ ոչինչ չունենք։ Մեր խնդրանքը, մեր պահանջը գաք, մենք հարցեր ունենք ձեզ, վստահաբար դուք էլ մեզ ասելիքներ ունեք։ Եկեք խոսենք, եկեք հասկանանք, ոչ մի ինչ որ, չգիտեմ, մեծ բոյկոտներ չենք անում։ Ընդհանրապես ուզում ենք ձեզ տեսնել, ընդհանրապես ուզում ենք ձեր ասելիքը ասեք հատկապես մեր ավագ սերնդին եւ այն մարդկանց, ովքեր այս թատրոնում արած ունեն։ Թատրոնի կեսից չափը այս մարդիկ ստեղ աշխատել են։ Իրենք իրավունք ունեն իրենց հետ նստեք քննարկել։ Շնորհակալություն։ Այո, ամենայն հարգանքով քաղաքապետարանին ասում ենք, եկեք հանդիպենք, եկեք խոսենք, ասում ենք, արեք։ Շնորհակալություն։ Ես մի հատ ունեմ ներողություն։